Օմանում շաբաթ ԱՄՆ Իրան բանակցությունները Թեհրանի խորին համոզմամբ միջնորդով են լինելու, Թրամփի պնդմամբ անմիջնորդ։ Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում։ Մի րոպե, սպասեք, մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Թե իրականում ինչ ֆորմատով է լինելու Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների առաջին ռաունդը, պաշտոնական որևէ հայտարարություն չկա։ Ակնհայտ է, որ հարգել են Իրանի պայմանը, բանակցություններն անցկացնել Օմանում։ Սա ոչ միայն փորձություն է, այլև հնարավորություն, գնդակը հիմա Միացյալ Նահանգների դաշտում է, ասել է սպասվող բանակցություններին Իրանի բանագնաց արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Միացյալ Նահանգների պատվիրակությունը ղեկավարելու է Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Թրամփը Իրանի ողերիմ թշնամի Իսրայելի վարչապետի կողքին ասել է, թե բանակցությունների ձախողման դեպքում Իրանի գործերը վատ կլինեն։ Բարձր մակարդակով հանդիպում է լինելու, տեսնենք ինչ կլինի։ Կարծում եմ բոլորի համար է ձեռնտու գործարք կնքելը։ Հակառակ դեպքում Իսրայելը ցանկանում է միջամտել։ Տեսնենք, կկարողանանք խուսափել դրանից։ Իրանի լավագույն շահից են բխում այս բանակցությունները, հույս ունենք, որ լավ կլինի։ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, ինքը գործարքն է նախընտրում, բայց եթե Իրանը համաձայն չէ, ռազմական ճանապարհով հարցերը կլուծեն։ Իրանի իշխանությունը վերահաստատել է, անմիջնորդ բանակցությունների չեն գնա ԱՄՆ-ի հետ, բայց կփորձեն միջնորդավորված բանակցությունների ճանապարհով լուծել խնդիրները։ Անընդունելի են Թեհրանի համար ուղիղ բանակցությունները նահանգների հետ։ Համաձայն չէ Իրանը, որ միջուկային համաձայնագիրը բացի իրենից բոլորի համար շահավետ լինի։ Թեհրանի համար տրամաբանական չէ, որ իրենք կատարեն աշխարհի թելադրած պահանջները, սակայն շարունակեն մեկուսացված ապրել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ Թրամփը, որ իր նախագահության առաջին շրջանում էր դուրս եկել միջուկային գործարքից, հիմա ամեն գնով ուզում է հասնել համաձայնագրի վերականգնմանը։ Բայց Իրանին ճնշելու քաղաքականությունը չի դադարեցնում ԱՄՆ նախագահը։ Իրանի նկատմամբ պատժամիջոցները առավելագույն մակարդակի է հասցրել։ Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը կարող է ամենասարսափելի հետևանքներն ունենալ տարածաշրջանի համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության ֆոնին Մոսկվան ասել է, թե պարտավոր չէ ռազմական օգնություն տալ Թեհրանին երկրի հետ ռազմավարական գործընկերության պայմանագրի շրջանակում, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվեն։ Այսօր է Պետդուման լիագումար նիստում վավերացրել Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Գայանե Մովսիսյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։